Սեռական օրգանի գլխիկը դժվարությամբ բացվելու դեպքում միշտ կունենաք ցավի զգացողություն։ Եվ հատկապես այդ ցավի ու տհաճության դիսկոմֆորտի զգացողությունը կլինի ավելի արտահայտված, երբ գլխիկը բաց վիճակում այն կպնում է ներքնաշորերին կամ կպնում է հոսող ջրի տակ, այդ զգացողությունը ավելի արտահայտված է դառնում։ Եվ պացիենտների մեծամասնությունը, ովքեր ֆիմոզի վիրահատության հետ կապված կարիք են ունենում վիրահատական միջամտության, կարելի ասել 90%-ի հարցը, առաջին հարցը կայանում է հետևյալում. ինչ եմ ես զգալու, երբ գլխիկն ամբողջությամբ բաց լինի։ Որովհետև դուք իդեպ ես ոնց կարծես թե ձեզ ցույց չեմ տվել, թե վիրահատությունից հետո ինչ տեսք է ունենում սեռական օրգանը, առիթից օգտվելով բերեք մի փոքր ցույց տամ։ Տեսեք, այստեղ, լավ, այսպես ցույց տամ ձեզ։ Սա վիրահատական միջամտության ձևն է, ոնց արվում կտրվածքը, սա արդեն վիրահատությունից անմիջապես հետո։ Հուսամ նկարները ձեզ չվախեցրեցին, այդ ատլասից ես ունեմ միշտ, որ նախապատրաստում ենք պացիենտի նախապատրաստում վիրահատության, միշտ այդ նկարները ցույց եմ տալիս, սա վախեցից, վայ, բժիշկ ջան, ասում եմ ցույց տվեք։ Իդեպ շատերը նաև հարցում են, ասում են, իսկ չի լինի մի քիչ կտրենք, մի քիչ թողենք։ Սիրելիներս, ես ուրոլոգ չեմ, բայց ես վստահ եմ, որ բոլոր ուրոլոգներն էլ կփաստեն այդ մասին, ֆիմոզի վիրահատության, թրպատման ավշտ վիրահատության մի տեսակ գոյություն ունի, կտրվածքի մի տեսակ գոյություն ունի։ Համենայնպես դա իմ ունեցած տվյալներն են, եթե այլ տվյալներ կան, ուրեմն կարող են կիսվել մասնագետները, խնդիր չեմ տեսնում։ Եվ այսպիսով մեծամասնությանը նաև անհանգստացում այդ հարցը, թե ինչ են իրենք զգալու։ Հասկանալի է, որ ինչ-որ տհաճ զգացողություն դուք կունենաք, չի կարա, հնարավոր չէ բաբշի զգացողություն չունենաք, տհաճ զգացողություններ կլինեն, բայց դրանք շատ արագ հաղթահարվում են, անցնում են։ Սովորաբար այն պացիենտների մոտ է երկար մնում զգացողությունները, ում մոտ որ իսկապես զգացողական շեմի հետ կապված խնդիր կա, կամ ովքեր շատ են այդ ծանր տանում հետ վիրահատական շրջանը, այդ զգացողությունը մի քիչ երկար պահպանվում են, բայց հիմնականում շատ արագ հաղթահարվում են։ Ֆիմոզը կամ ֆիմոզի տարբեր ստադիաներ իհարկե նաև կան, դա վիրահատական միջամտություն պահանջող խնդիր է։ Մի թողեք, որ ձեր խնդրեմը ուղղակի ձեզ ներսից կրծի, հուծի, կես մարդ սարքի։ Այդ խնդիրը չունի իդեորայքային լուծման տարբերակ։ Պետք չի ոչինչ քսել, պետք չի ոչինչով լվանալ, ոչինչ պետք չի անել։ Դա ուղղակի հասարակ պարզ վիրահատական միջամտություն է, որը ձեզ ազատում է բազմաթիվ խնդիրներից։